իմ շատ սիրելի հետևորդներ, ուրախ եմ, որ միացել եք իմ ալիքին եւ հիմա դիտում եք իմ նոր տեսանյութը։ Բայց միշտ տեսանյութը շարունակելը ուզում եմ ձեզ ցույց տալ իմ գնումները, որ վերջապես ես գնեցի սուրճի ապարատ, հիմա մոտիկից ձեզ ցույց կտամ, ասեմ ձեզ, որ գնել եմ Carrefour-ից, բավականին մատչելի էր, 25% զեղչով էր, 60 եվրո արժեր այս լող Philips-ի ապարատը, սուրճի լողն է օգտագործում ավելի ճիշտ, եւ իր հետ 50 հատ կապսուլ ուներ, որոնք որ արդեն 3 են գնել, երեկվանից մի քանիսը փորձել ենք, եւ ինչպես նոր ապարատ է, այնպես էլ կապսուլներն են մեզ համար նոր եւ տարբերվող են։ Կոնկրետ տասիմոյնը այդքան շատ տարբերվող չունեին, երկու տեսակ էր, իսկ այստեղ մի քանի տեսակներ կան, մի տեսակներ հիմա ցույց տամ։ Ես մոռացել էի սա ավելացնել, որովհետեւ սա չէ, սա էսպրեսոն է եւ 8 թվեր է գրած, թվերով պետք է ջոկենք թե թնդության աստիճանը որն է, ես 9 ամենաթունդն էր փորձեցի, բայց անկեղծ ասած իրոք թունդ է, չնայած այստեղ ցույց կտամ հիմա քանի ձևի չափի ավելի ճիշտ կարելի է սուրճը խմել, ըստ չափերի, նաև դա կարելի է հասկանալ ըստ թունդ լինելու։ Եվ արդեն տեսեք 50 կապսուլ անվճար իր մեջ տեղադրված էր։ Սրանք մեծ չափերն են, XL-երն են, իսկ սրանք փոքր չափեր են։ Հիմա մոտավորապես ցույց տամ, այս լողերը երևի բոլորին ծանոթ կլինի, ահա տեսեք թե ինչ չափի է, փոքր էսպես, իսկ մյուսները արդեն մեծ են։ Ուրեմն առավելություն է, եւ առավելություն էր նաեւ, որ եթե այսօր ենթադրենք գնում ենք, ես 3 եմ գնել, գնում ենք մատչելի 25% արդեն զեղչով 60 եվրո, դե 59 ու 90-ը արդեն 60 եմ ասում կլորացում, 60 եվրոյով գնում ենք, 12 եվրո փոխանցվում էր մեր Carrefour-ի քարտի վրա, քարտ Fidelity-ի վրա։ Կարճ ասած, խմել ենք, գոհ ենք եւ հարմար է։ Այնպես որ շատերը էիք ուզում իմանալ, թե ես ինչ սուրճի ապարատ եմ գնելու։ Եվ վերջապես ունեմ, հիմա մոտիկից կնայեք, բայց մինչ մոտիկից նայելը, ձեզ ցույց տամ նաև մեր փոքրիկ պահարանը, որ վերջապես այս, տեսեք, լայնությունը պատասխաներ այս պատի հետ, եւ արդեն տեսեք սիրելիներս շատ հարմար է, տեղավորել եմ բոլոր այն տուփերը, էլեկտրական իմ սարքերը այստեղ, մոտիկից էլի ցույց կտամ, եւ արդեն ջրի շշերը, որպեսզի ավելորդ տեղ ուրիշ չդնեմ, սա հարմար է, երեսն էլ էլի կօգտագործեմ որևէ բան դնելու համար։ Տեսեք, արդեն գրեթե հավաքվեց իմ խոհանոցի կահույքը։ Մնում է արդեն, թե հաջորդ գործողությունը որն է լինելու, չնայած դուք տեսաք, որ անցած անգամ մենք լամինատ էլ գնեցինք միջանցքի համար, ուրեմն կանցնի մի 2 ամիս, եւ արդեն կամաց կսկսենք նորից վերանորոգել բնակարանի մյուս սենյակները, միջանցքը, դե արդեն մնացել է պետք է հյուրասրահը, արդեն հատակը փոխենք, մի խոսքով ամբողջ բնականում որոշեցին, որ լամինատ լինի, քանի որ արդեն այս լամինատը տեսնում ենք եւ ուզում ենք, որ բոլորն էլ այդպես լավը լինի։ Ճիշտ է, մեր բնակարանը չի, դուք բազմիցս հարցեր եք տալիս, հիմա էլ այդ հարցին պատասխանեմ, բայց քանի որ որոշել ենք մնալ այստեղ, ուրեմն պիտի արդեն նորից վերանորոգենք, վերանորոգումից բավականին երկար ժամանակ էր անցել եւ արդեն բնակարանը բավականին կերտոտվել էր։ Խոհանոցում մնացել է արդեն փոփոխել գազօջախն էլ ուզում եմ այդ պլակ վերևի մասը գազ լինի, ներսում դնեմ էլեկտրականը, բայց դա էլի ծախսատար է, կմնա մի որոշ ժամանակ հետո։ Կարճ ասած, արդեն կամաց հավաքվել է, կահույքը ամեն ինչը կա, մնում է ժամացույցը եւ նկարը կախենք, բայց պատը էլի հարմար չէ, 3 փորձեցինք ժամացույցը կախել, պատը փուչ էր, մեղը գնաց եւ այսպես, հիմա մտածում ենք, թե ինչ տարբերակով կլինի, Կարենը որոշել է մեջ եւ ինչ լինի, հետո նոր մոռխենք։ Այնպես որ սիրելիներ շատ լավ ուրեմն գնումներ արեցի, պահարանը մենք գնեցինք IKEA-ից, գինը 100 եվրո էր, ճիշտ է, մի քիչ թանկ է, որպես այսքան փոքր չափի, բայց արժե, որովհետեւ շատ սիրուն է եւ հարմար է։ Հետո այս երեսի գույնը հատակի գույնի հետ արդեն սազում է։ Կարճ ասած, սա էր հարմար չափը։ Շատ ուրիշ կար, որ մի փոքր երկար էր ավելի, այսպես կարող եք գալ միջև ավելի շատ բան կարող եք տեղավորել, բայց ցավոք այս
լայնությունը շատ մեծ էր։ Դրա համար եմ ասում, տան հարմար դժվար էր գտնել, ի վերջո սա գտանք IKEA-ում։ Այսքանը սիրելիներս, ես հիմա պատրաստվում եմ տանից դուրս գալ, չորեքշաբթի է օրը։ Ձեզ տեսանյութում նաև ցույց կտամ երեկվա մրցանակաբաշխությունից որոշ կադրեր, որտեղ մասնակցել է իմ թորնիկի իր ընկերուհու հետ, բնականաբար ես չեմ մասնակցել, բնականաբար մրցանակ չեմ շահել, բայց ինձ համար մրցանակ էր հենց իմ ալիքի անվանումը այնտեղ նշելը, ասելը, ճիշտ է, առաջիններ որոշ բաներ կային, որ թերի էին, ինչպես ասում են, հայավարի ես ձևով, ասենք այդպես էին որոշել, բայց դե կազմակերպողները իրենք են գոհ են, որ կազմակերպել են, կոնկրետ ես իմ անունից եմ ասում, կարելի էր ավելի ուրիշ ձևով ոգևորիչ լինել, քանի որ դա YouTube-յան ալիքի օգտատերերի համար նորություն էր, բայց իրենք ուզում էին զարկ տալ այդ YouTube-յան ալիքը, ակտիվացնել, բայց նոր վլոգերներին, այսպես ասած, նոր օգտատերերին իրենք այդպես էլ անուշադրության մատնեցին, այն մարդկանց, ում բոլորը գիտեին, հայտնին իրենց համար, իրենք նախապատվությունը տվեցին նրանց, հատկապես վերջին 3 մրցանակներում։ Ինչևէ, հետաքրքիր էր, համերգներ, տարբեր երկիշների համերգ տեղի ունեցավ, տարբեր երկիշների մասնակցությամբ, կրկեսային համար արեցին։ Մի խոսքով հուսով եմ երկրորդ մրցանակաբաշխությունը որ լինի, ավելի տարբերվող կլինի, ձայնը ավելի կարգավորիչ կլիներ, ձայնը չէր լսում, բայց դե սրանք փոքրիկ թերություններ են, սիրելիներս, կարևորը տեղի ունեցավ այդ հրավառությունը, ինչպես ես ասեցի, կարևորը մասնակցություն եղավ եւ ինչու՞ չէ հենց նույն թեկուզ անտեսված վլոգերները, ֆուդ վլոգերները ներկայացան այդ միջոցառմանը եւ միմյանց հետ ծանոթացան, ինչու՞ չէ նաեւ սա էլ իր պլյուսներն ուներ։ Այսքանը այս պահի համար դուք կդիտեք տեսանյութը, հիմա ես ձեզ մոտիկից ցույց տամ մեր սրճի ապարատը եւ արդեն պահարանը ու դուրս գամ տանից, գնում եմ խանութ, գնում անելու, շատ բան գնելու չունեմ, հիմնականում ուզում եմ մազիններ գնել եւ մի հատ այսպես այց կատարել խանութներով եւ շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր քվեարկել էին իմ ալիքին։ Ճիշտ է, YouTube-յան հարթակում շատ քչեր արձագանքեցին, չնայած շնորհակալ եմ, բայց արդեն ինձ թե Messenger-ով, թե Instagram-ում, թե Ֆրանսիայի հայեր խմբում, թե իմ ընկերների մեջ շատ ակտիվ քվեարկել է։ Ես նույնիսկ զարմացա, որ YouTuber բաժնում ես չէի անցել, որովհետև չափազանց մեծ էր թիվը։ Ինչևէ, մրցույթները միշտ անկանխատեսելի են լինում եւ մրցույթներում պարտվող գոյություն չունի։ Կարևոր չէ, որ մրցանակը դու չես ստացել, բայց կարևոր է, որ քո ընկերներն են ստացել եւ կարևոր է, որ գոյություն ունի նման միջոցառում, որտեղ որ քեզ հիշել են։ Դու ձեռք ես բերել նոր ընկերներ, իսկ սա շատ կարևոր է, ինչպես YouTube-յան մեր ընտանիքը։ Չէ՞ որ այս ալիքի միջոցով ես ձեռք եմ բերել բավականին լավ ընկերներ, բավականին լավ հետևորդներ, որոնցով որ ես հպարտանում եմ։ Այնպես որ սիրելիները շնորհակալ եմ բոլորիդ ինձ քվեարկելու համար, որի համար էլ պաչիկներս ուղղում եմ բոլոր քվեարկողներին։ Դե այսքանը։ Ահա մոտիկից տեսեք ինչպիսին է։ Շատ գեղեցիկ է, մեծ տարածք չի զբաղացնում։ Ջուրը այստեղ պետք է հանենք եւ բաժակով լցնենք, ամեն անգամ սա չենք անելու, իսկ մեր տասիմոն հանում ենք։ Միացնում ենք սա, բոլորը երբ որ լույսը այս կետերի վառվեց, ուրեմն բացում ենք արդեն։ Կապսուլը ընկնում է, այստեղ տեղադրում ենք կապսուլը, մի փոքր սեղմում ենք եւ արդեն փակում ենք։ Հիմա տես կապսուլ չկա, ինքը դժվանում է փակվել եւ տեսեք ինչ է տեղի ունենում։ Այդ կապսուլները հավաքվում են այստեղ, բացեմ մի հատ, դուք տեսնեք դատարկները, սրանք արդեն դեն են գցում եւ այստեղ 10 հատ տեղ ունի կարծեմ։ Այսքանը, սրանք էլ այդ կապսուլներն էին, որի մասին խոսեցի։ 50 կապսուլ։ Խանութում արժե 1 տուփը, որքան նկատեցինք 7-9 եվրոներ 16 հատը, այստեղ 10 հատ է, կան 10 հատանոց նման տուփեր։ Ամեն դեպքում այս լող սուրճի կապսուլաները կարելի է ձեռք բերել տարբեր խանութներում եւ տարբեր գների։ Իսկ տասիմոն մի քիչ ավելի թանկ էր
Եվ ոչ ամեն տեղ էր լինում, ահա եւ սա էլ մեծ չափն է, երկու հատ մեկ չափի, իսկ թվերը, որոնց մասին խոսեցի, այստեղ էր, այնպես որ խորհուրդ կտամ, որպեսզի դուք էլ գնեք այս ապարատից, ահա։ Հիմա անցնենք պահարանը ուսումնասիրելու, տեսեք պահարանը, կարծում եմ ձեզ էլ դուր կգա, ինձ շատ դուր եկավ դռների ձևը, պարզ է, բայց այդքան էլ հասարակ տեսք չի տալիս։ Եվ արդեն այստեղ տեղավորել եմ, ինչպես որ ասեցի, բոլոր այս էլեկտրական սարքերը եւ շշերը։ Ահա։ Այսքանը լավ կլիներ, նորից եմ շեշտում, որ մի փոքր երկար լիներ, ավելի շատ բան կտեղավորեի, բայց դե այս է, ունենք այն ինչ ունենք։ Ահա, ժողովուրդ ջան։ Սա է սա։ Սիրելի հետևորդներ, վերջապես եկավ դեկտեմբերի 2-ը եւ Տաշիր Արենայում տեղի կունենա մրցանակաբաշխությունը։ Մոնք 3-ը կազմակերպել է նման հրաշալի միջոցառում, որին ներկա են գրեթե 100-ից ավել YouTube-յան ալիք ունեցող օգտատերեր։ 3 մրցանակներն էին, որ դուք տեսաք, չլսված, չասված եւ չտեսնված։ Կարմիր գորգն է, ահա, քայլում է իմ թորնիկը, որ ասել եմ, թե ինքն է մասնակցելու։ Նախորդ մատուցել են ֆուրշետ, որից հետո էլ արդեն այս գեղեցիկ արենայում պատրաստվում են դիմավորելու հաղորդավարներին եւ արդեն բոլոր մասնակիցները զբաղեցրել են իրենց տեղերը, սկսվում է այս հրաշալի միջոցառումը, որի համար հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել Մոնք 3 կազմակերպիչներին, բոլորին, անուն առանուն չգիտեմ, բայց բոլորին է խոսքս վերաբերում։ Ականատեսները պատմում են, որ այն տեղի ունեցել արտակարգ մթնոլորտում շատ շքեղ միջոցառում է եղել, կարծում եմ էկրաններից այդ ունենաք այն կարծիք։ Դե ինչ, ուրեմն սկսեց Մոնք 3-ի մրցանակաբաշխությունը։ Տեսեք ինչ գեղեցիկ մուտքով են ներկայանում հաղորդավարները։ Եվ այդ առիթով մենք միավորել ենք հազարավոր մարդկանց տասնյակ ես էստեղ, որովհետև մինչև ինձ, ովքեր էստեղ եղել են, Մոնք 3-ում ինչ-որ նախագիծ վարել են, որպես հաղորդավար։ Առաջանումը հարցնեմ։ Առաջանումը հարցրում։ Ինչ գործ ունես այստեղ, բայց ջան։ Ասեմ։ Ես Մոնք 3-ի նախագծերից մեկում եղել եմ հյուր։ Հասկացա։ Հասկացար, չհասկացար։ Ես Մոնք 3-ի ալտերնատիվ նախագծի հյուրն եմ եղել։ Հասկացա։ Էլի չհասկացար։ Ես Մոնք 3-ի ալտերնատիվ նախագծի առաջին հյուրն եմ եղել։ Adamian Life, Cyber Group, Dove OTV, Friends with Asia Vlog, Gang King, Pike Ciceria, Saint Tom, Yan, Sam, Amazon. Տեսեք։ Ուզում ես։ Հա։ Պատկերացրած ես ծանոթ։ Ուզում ես։ Հա։ Պատկերացրած ես ծանոթ։ Ասիա։ Եկել եմ գործի
այստեղ ֆրանսիացի ընկերներս հարցնում են հա ինչ արեցի, որովհետև բոլորը քվեարկել էին իրենց ընտանիքներով, հարազատներով, ստե ինչքան մարդ կար քվեարկել էին, անհամբեր սպասում էին արդյունքներին։ Այդպես հələ ընկերուհիս էլ Դանի մասին ձեզ միշտ ասել եմ, իր երեխեքին ա ուղարկել, ասում ա այն մեկը այդքան լավ ինչ չի ճանաչում, ուղարկել ա, մամա, ես ինչ վիդեո ես ուղարկել, ես ինչ լեզվով են խոսում, տա սենց ինչ որ իրանց տպավորություն ասում ա, այդ լեզվով որ խոսում ա, քեզ ասում ա ոտե արա, այն մեկն էլ ասում ա, մամա, ասում ա, Տեոյիս եմ ուղարկել, նայում ասում ա, մամա, բայց քո ընկերուհին շատ սիրուն լավն ա, ասում ա, գոված քեզ, ասի Տեո, ընտրում ես, քեզ չեմ ուղարկել, որ դու իր մասին խոսաս, վերջի կատակներ բաներ արեցինք, ասեցի, որ չեմ անցե ժողովուրդ ջան, վերջը մի ահագին ժողովուրդ էր, անսպասելի անակնկալի եկան, բայց դա է դե մրցույթի կարգը, մեկը պետք է հաղթի մյուսները չհաղթեն։ Հիմա այսպես սիրելիներս գնում եմ, շուտ եմ գնում, դեռ մութ է, բայց խանութները բաց են, դեռը խանութներին էր։ Գնամ, ուզում եմ մազերին կառնել, տեսնեմ կա ու ընդհանուր արդեն ասեցի, խանութներով այց անեմ, մի հատ Zara մտնենք, տեսնենք Zara-ում ինչ կա, ու այդպես նայենք, եղանակը շատ լավն է, քամի չի, ցուրտ չի, այնպես որ հաճելի երեկո է։ Գնացինք։ Անցնում եմ Լիլ քաղաքի Մարիամ Աստվածածնի տաճարի մոտով, որտեղ ղողանջում են զանգերը։ Երբ զանգերն են ղողանջում, պիտի կանգնես, հետո շարունակես։ Չգիտեմ դուք այդպես եք անում, թե ոչ, նույնիսկ պիտի խաչակնկվես։ Մեր քաղաքի բոլոր եկեղեցիները շատ շքեղ զարդարում են ծննդյան տոների կապակցությամբ, թե ներսից, թե դրսից։ Բազմից ենք եղել այս տաճարի ներսում, մի օր էլ կմտնենք եւ դուք կնայեք։ Դե ինչ այս ղողանջների տակ էլ շարունակում ենք մի հրաշք փողոցով անցնել դեպի քաղաքի կենտրոնը, որտեղ էլի զարդարված են բոլոր խանութները տարբերվող դիզայնով։ Տեսեք, թե ինչքան գեղեցիկ է եւ ակամայից ուզում ես բոլոր խանութներն էլ մտնել։ Այս ճանապարհը տանում է ուղիղ դեպի Zara խանութ սրահը։ Ուրեմն քայլենք միասին դեպի այնտեղ։ Քայլենք մտորելով, վայելելով այս շքեղ լույսերը, իսկ մտքում պահելով այն հրաշալի, այն նպատակային երազանքները, որոնք կցանկանանք տեղի ունենա 2026 թվականին։ Ցավոք 2025-ը ինձ համար այդքան էլ հաջող տարի չէր, բայց հուսամ 26-ը գոնե կլինի անկորուստ տարի, որն էլ ցանկանում եմ իմ բոլոր հետևորդներին։ Թող 26 թվականը բերի միմիայն երջանկություն, իսկ կորուստները եթե լինեն ժամանակին։ Ահա եւ մեր հրապարակի հրաշալի աշտարակը։ Տեսեք, էլի գեղեցիկ խանութներ։ Առաջ շարժվենք, սիրելի հետևորդներ, եւ արդեն հասնենք այդ հատվածը, որտեղ էլ որ գտնվում է Zara խանութը, բայց մինչ այդ ցույց տամ այս հրաշալի ձևավորումը, որը արդեն շատ մոտ է թե օպերայի հրապարակին, թե քաղաքի հրապարակին։ Կարծես թե մեջտեղում լինի այս շենքը, որն էլ յուրօրինակ ձևով է ամեն տարի ձևավորում։ Ահա եւ Zara խանութը։ Մտնենք, տեսնենք ինչեր կա, հիմնականում մտել եմ վերարկու նայելու։ Դե սկզբում նմանատիպ վերարկուներն են, որ մենք հագնում էինք 80-ական թվականներին։ Գները կարող եմ մոտիկից ցույց տալ, դուք էլ տեսեք, համեմատեք։ 119 եվրո աստառով լավ վերարկու էր եւ արդեն տոնական, փայլուն, տարատեսակ հագուստներ։ Չգիտեմ դուք հիշում եք թե ոչ, որ ես ուսանող ժամանակ աշխատել եմ տրիկոտաժի ֆաբրիկան որպես հսկիչ, օտեկա, կոնտրոլյոր, վերահսկել եմ կարի որակը եւ հիմա ես շոշափելով կտորները հասկանում եմ
թե կտորի որակը, թե կարերի ճիշտ համադրությունը, դրա համար երբեմն ինձ համար շատ դժվար է ընտրություն կատարել, հատկապես Zara-ում։ Այստեղ էլի նման տեսակի կտոր է, որը այդքան էլ խիտ գործվածքից չէ, շալվարներ փայլուն, տարատեսակ բլուզներ փայլուն, սիրելիներս, եւ ամբողջ Zara-ն տոնական տրամադրությամբ է, շատ հաստ, լավ սվիտեր է կարճաթև, ցանկալի կլիներ նույնը երկարաթև լինել, ահա եւ նմանատիպ բլուզներ։ Ճաշակին ընկեր չկա, առաջ ենք շարժում, պարզապես ես ձեզ ցուցադրում եմ, թե ինչ է ներկայացնում Zara-ն մեր քաղաքում։ Դե ասել եմ արդեն նախորդ տեսանյութներում, որ մուշտակն է արդեն մոդա, իհարկե ոչ բնականն է այստեղ, եւ հիմնականում Ֆրանսիայում հագնում են ոչ բնական մուշտակներ, արգելված է կենդանիներին սպանելը, կանաչների միությունը դատապարտում է եւ հնարավոր է, որ երբեմն քո բնական մուշտակի վրա ներկես շպրտեն կանաչները։ Մի խոսքով նման բաներ կարող են լինել, նման լայն շալվարներն են նորից մոդայի մեջ եւ արդեն առաջ շարժվեմ, փորձեմ մի քանի վերարկուներ։ Այս վերարկուն տեսեք առանց աստառի է, որը ինձ չի գրավում, ես նման բարակ վերարկու ունեմ, պարզապես աստառով թեթև վերարկու եմ ուզում եւ արդեն ձմեռային տակ ճտկավոր կոշիկները։ Սա երևի Սիբիրի համար է նախատեսված։ Ահա մի վերարկու ընտրեցի, նայում եմ, կարծես թե ուսերը լավ է, ընդհանուր լավ է, թեթև շատ հարմար վերարկու է, 49 ու քանից, 50 եվրո արժե, բայց թևերը շատ էին երկար, չգիտեմ, այսպես կարծես թե իրոք ոչ ձմեռային վերարկու լիներ, բայց սիրուն էր, կոճակը երկուսներ, կարծես թե պիջակի տեսքով վերարկու լիներ։ Փորձենք, տեսնենք որն է հաճելի, բայց որ չափը այսպիսին է, ես հենց հիմա հագել եմ նման չափի էլի վերարկու, որը կարելի է այդ իմ ուզած սեզոնին էլի հագնել, ներսից մուշտակի կտոր է, մուշտական նման է։ Եվ այսպես մենք գտնվում ենք քաղաքի հրապարակում, տեսեք ինչքան գեղեցիկ է, սիրելիներս, լույսերն են գրավում։ Բազմից եմ ասել, կարծես թե այս ծննդյան տոնը հատուկ ստեղծել են ձմռան այս մութ օրերին, որպեսզի մարդիկ դեպրեսիայի մեջ չընկնեն եւ վայելեն լույսերով ողողված տոնական միջավայրը։ Առաջ շարժվենք, ձեզ մի բան եմ ցույց տալու, առաջ գնան եւ կասեմ թե ինչ։ Այս արջն էր այս տարի նորություն, սպիտակ արջը մեր քաղաքում եւ նորություն է այս տնակը, բայց պարզվում է, որ այնտեղ սրճարաններ են եւ ռեստորաններ են։ Ուտելու հետ շատ լավ են ֆրանսիացիները։ Իրենք երբեք չեն խախտում ուտելու ժամը, իդեպ հասեմ իմանաք, եւ ռեստորաններում ու սրճարաններում միշտ հերթ է գոյանում։ Եթե դուք նոր եք հաստատվել Լիլում կամ Լիլ տարածաշրջանում, ապա ձեզ մի դեղատան տեղ եմ հիմա ցույց տալիս, որտեղ կարող եք գնել մատչելի։ Նույնը մեկ ուրիշ դեղատներում նույն դեղը կլինի, գնովի մասին է խոսքը։ Ընդհանրապես ամեն ինչը, կրեմներ, ամեն ինչ։ Այստեղ բավականին մատչելի է։ Հատկապես եթե մի քանի բան եք գնելու, տարբերությունը մեծ է։ Այնպես որ ուշադիր եղեք, տնտեսեք ձեր փողերը։ Տեսեք թե որտեղ է գտնվում այս դեղատունը։ Կենտրոնական հրապարակից Էքսֆերմուազ փողոցով բարձրանում ենք մի փոքր վերև։ Նախկինում էլ կար այս դեղատունը, բայց փոքր չափի էր, մուտքը ուրիշ կողմից էր։ Հիմա այս փողոցի կողմից է դեղատունը, շատ մեծ դեղատուն է 3 հարկանի։ Ամեն ինչ կա, ինչ ձեր մտքով կանցնի, կարող եք այստեղ գտնել։ Թե կոսմետիկա, թե դեղեր, թե բնական, կարճ ասած մտնում ենք գնումներ անելու, տեսեք թե ինչ եմ գնելու, տոնական է դեղատունը, շատ գեղեցիկ է, բարձրանում եմ երկրորդ հարկ, բայց ֆրանսիական առաջին հարկ, այդպես են այստեղ անվանում, առաջին հարկը, որ մենք հայերս ասում ենք, դա այստեղ համարվում է 0,
Բարձրանում եմ առաջին հարկ, որտեղ էլ որ պիտի գտնեմ իմ ուզած դեղաբույսերով պատրաստված օգտակար փոքրիկ հյութերը, հեղուկները։ Ահա եւ այստեղ են նրան գտնվում, բայց ի զարմանս ինձ 2 օր առաջ մտել էի, չէի տեսել այս տուփը, որը ես օգտագործել էի եւ շատ գոհ էի։ Ես տեսել էի աջ կողմում շարված միայն արտիշոյի պատրաստված այդ օգտակար հյութը, որոնք լցված են տարբեր ֆլակոնների մեջ եւ արդեն բնականաբար ես կընտրեմ մյուսը, որովհետև նա 30 օրվա համար է, իսկ այս արտիշոն 20 օրվա համար է եւ գներն էլ չեն տարբերվում իրարից։ Ահա, սրա մասին եմ խոսում, տանը մոտիկից ցույց կտամ եւ կբացատրեմ, թե ինչեր են, ինչպես կարելի է օգտագործել։ Դե գնացինք տուն, թե ինչ գնումներ արեցի, ցույց կտամ տանը, արդեն շատ երկար քայլեցի, լավ սպորտ արեցի։ Բարի երեկո սիրելի հետևորդներ, արդեն տանն եմ, եկել եմ ընթրիք եմ արել, ինչ էի պատրաստել, բրնձով ոսպով փլավ, պատրաստման տեսանյութը ունեմ իմ ալիքում, հղումը կթողնեմ կարող եք նայել, եւ ձուկ, ձուկը եփել էի, սաղմոն ձուկն եմ շատ սիրում եւ հիմնականում այդ ձկի տեսակն եմ գնում, որից հետո որոշեցի միանալ ձեզ եւ ցույց տալ, որովհետեւ պիտի տեղավորեի, թե ինչ եմ գնել։ Ուրեմն ինչի համար որ մտել եմ խանութ, այսօր հիմնականում մտել եմ դեմքի բամբակ գնելու, մոռացել եմ։ Բայց ուրիշ բաներ գնել եմ ու դուրս եմ եկել։ Ներկը գնում եմ իմ հիմնական ներկը սա է, իմ մշտական հետևորդները արդեն գիտեն։ 7-ի 1 համարն է, շատ լավ համար է եւ բաց մոխրագույն, այսպես ասեմ, դե ներկելուց մի փոքր մուկանում է, հետո էլի բացվում է։ Ամենակարևորը, որ բացվելուց հետո արդեն մազերը ժանգագույն չեն լինում։ Դրա համար հենց այս սերիան եմ ընտրում, բացի դրանից չափը շատ է, ինձ համար 2 օգտագործման է գնում։ Եվ բերեկիս արդեն ես օգտագործում եմ նման մեծ ուրեմն ֆլակոնով, որը արդեն երկար ինձ ծառայում է։ 70 մլ է անհրաժեշտ այս ներկի համար, ներկելու համար, այսինքն կեսը 50 է, 50-ին 70, դե պատկերացրեք 70 այդ միլին արժե 2, կարծեմ 90 էր, իսկ սա 4 90 500 միլին է։ Տեսեք, որ փոքրիկները կամ հատով բաները շատ ավելի թանկ արժեն։ Մի խոսքով այս ներքն եմ անում եւ ներկելիս էլ ես հատուկ յուղ եմ լցնում, որպեսզի չվնասեն մազերս։ Բայց չեմ հիշում, այս մի բանը հիմա նայեցի, ես 30% անոցն էի գնում, թե 20-ից թվում է 20% անոցն էի վերցնում, երևի ես անգամ ուժեղն եմ վերցրել, հələ կնայեմ մի հատ ինձ մոտ, եւ գնել եմ, որտեղ որ բամբակ պիտի գնեի, այդ նորմալ խանութից բամբակը մոռացա, ձեռնոցներ եմ գնել, դե որ պիտի մազերս ներկեմ եւ այս ձեռնոցները ամեն գործ անելու համար նախատեսված են, ունիվերսալ են, որը որ շատ լավ է, թե ներկելիս, թե ամաններ լվալիս, թե խոհանոցում, այստեղ, թե նույնիսկ ներկելիս գործ անելուց, մի խոսքով սա եմ գնել, այս տուփը արժե 3 եվրո 50, 20 հատ է մեջը, ինձ թվում է մատչելի է, չգիտեմ, երկար ժամանակ է ձեռնոց չէի գնել։ Եվ աչքերի այս պատճերն եմ գնել C վիտամինով, որովհետև C վիտամինը գունաբացում է եւ կնճիռներն է անցկացնում, դրա համար սա գնեցի, մեջը ինչքան է, 50 հատ է կարծել, հիմա նայեմ ակնոցները կնեմ եւ ասեմ, որովհետև առանց ակնոցների այլևս հնարավոր չէ կարդալ, չէ 50 հատ չէ, 30 հատ է ժողովուրդ ջան, փակ է, լավ է, այդպես պատճերը կան, կարելի է օգտագործել, աչքերի դիմակ, սա էլ դնենք մի կողմ, ամենակարևոր բանը, ես անցած անգամ չէի տեսել լյարդը լավ աշխատացնող այս տարբեր դեղաբույսերից, տարբեր այս մեկներ սև ողքից, պատրաստող այս հյութը, հեղուկներ կլին ամեն դեպքում, այս հյութը ինչքան կարևոր է, նայել էի չկար, մենակ արտիշոյով էր, արտիշոկ, չգիտեմ հայերեն ոնց է, արտիշոկ երևի, դրանով էր, որոշեցի, որ գնամ դրանից գնեմ, բայց փաստորեն ինչը որ ձեզ ցույց տվեցի, դեղատանը շատ կարևոր բիո է, եթե այստեղ սրանք դրված է, նախ վրան էլ գրված է, եւ բացի դրանից մանրամասն ներկայացված է։ Ինքը ունի դառնություն, խորհուրդ է տալիս, որ իբր մի քիչ շատ ջրով անել, բայց ես քիչ ջրի մեջ եմ լցնում այս մեկ ֆլակոնը եւ երեկոյան քնելուց առաջ խմում եմ։
լյարդի աշխատանքը լավ ակտիվացնում է, լավ է նրանով, որ մի ամսվա համար է։ Մատչելի էր այդ դեղատանը, սա արժեր 11 եվրո, 10.95։ Իսկ սովորաբար իրենց մոտ լինում է 13 եվրո եւ արդեն մյուս դեղատանը, որ ասեցի, այնտեղ շատ ավելի թանկ է լինում։ Ամեն դեպքում այս դեղատունը շատ մատչելի է։ Այսպես մեկ ֆլակոնը ամեն մի երեկո, մի ամիս խմելու եմ եւ լյարդիս ֆունկցիան ակտիվացնեմ։ Գիտեք, որ արդեն բուժել եմ, լավ վիճակի է, որ այդպես անեմ։ Ճիշտ է, ես չեմ չարաշահում, բայց այս քանի օր ճիշտ ասած երևի օրգանիզմս պահանջել էր։ Խաղող եմ կերել։ Թե ես խաղող չեմ սիրում, բայց խաղող եմ կերել, չիր եմ կերել Ծիրանի Հայաստանից էի բերել։ Կարճ ասած, սրանք էին գնումներն էին, շատ կարևոր է սա, կարող եք դուք ինքներդ էլ ձեռք բերել, հենց պրոֆիլակտիկայի համար էլ ընդունեք, որովհետև ցանկացած մարդու լյարդ կամած ճարպակալում է։ Սա դեմ է, ակտիվացնում է աշխատանքը։ Ուրեմն, եթե փորձենք հասկանալ, ինչից է բաղկացած, 4 սև բողկն է, այդ արտիշոկն է, հայեր կողոկով ասեմ, այստեղ արտիշոկ են ասում, ուրեմն այս փշի ծաղիկն է եւ արդեն իրանց գոմաղինը, այսինքն ոնց որ մեր ցիտրոնը, էլի սենց ասեմ, բայց իրանցը ուրիշ է։ Ու այս ձև շատ լավ է, ակտիվացնում է մի ամպուլը մի օրում, 10 միլիանոց է։ Իրան այդ սովորաբար 20 է լինում, բայց նաև այստեղ հարմար է, որովհետև 10 հատ ավելացված է, սա շատ հարմար տարբերակ է, այս պահին գնելը հարմար է լինում։ Այսքան բան ժողովուրդ ջան, տեսեք ինչքան կարևոր բան է լյարդի համար եւ բուսական եւ բնական առանց հավելումների։ Այնպես որ խորհուրդ կտամ դուք ինքներդ եք օգտագործել։ Դե ինչ սիրելիներս, կարծում եմ բոլորդ նայեցիք արդեն այդ մրցանակաբաշխությունից որոշ հատվածներ եւ արդեն տպավորություն ստացաք այդ ամենի մասին։ Ինչքան որ հնարավոր էր եղել Թորնիկս եւ իր ընկերուհին նկարել էին, ինչը որ արդեն համապատասխանում էր ֆորմատին էս YouTube-յան, ես տեղադրեցի, կային շատ երգեր, երգիչներ, բայց դրանք չի թույլատրվում։ Ձայնն էլ ես եթե փոխեմ, մեկ է եթե նույն երգը չեք լսելու, իմաստ չունի։ Այսքան բան։ Կարծում եմ այսօրվա համար այսքանը, կհանդիպենք շուտով։ Լավ մնացեք ինձ հետ, չմոռանաք մենք բոլորս հաղթել ենք, իմ հետևորդներն են հաղթել, ես արդեն ինձ հաղթանակած եմ զգում, որ 30,000 հետևորդ ունեմ։ Հուսով եմ թիվը կավելանա, արագ տեմպերով, կիսվեք իմ տեսանյութերով, թողեք մարդիկ իմանան, միգուցե շատերը կցանկանան դիտել, բայց չգիտեմ, որ գոյություն ունի նման ալիք։ Պաչիկները բոլորիդ կհանդիպենք, այո, արդեն գիտեք, ճիշտ նույն տեղում և նույն ժամին, առայժմ, լավ մնացեք սիրելիներս։